Այսօր ես գտնվում եմ Արաբական Էմիրություններում, Դուբայում, ասեմ, որ 2 օր է, որ տարբեր ռակետների ու անօդաչուների հարձակումներից այստեղ արդեն մի քանի շենքեր են պայթեցրել։ Այս ամբողջ գիշերը եղել եմ այդ իրավիճակի մեջը, նայել եմ ինչ է կատարվում ու ռեակտիվնի ինքնաթիռները օդի մեջը պայթեցնում էին անօդաչու ռմբակոծող լրիվ այդ ասած դրոններին, մեր լեզվով ասած, իսկ ժողովուրդը այստեղ շատ խառնաշփոթ իրավիճակի մեջ է գտնվում, որտեղ շատերը իրենց տներից իջել են, իրենց նկյուղներում են պահկվել, ոնց ասած, պահկվել, թաքնվել, իրենց ապաստարաններում ապահովություն գտնել ու բոլորով լավ գիտեք, որ իրենք ամերիկացիները ունեն ռազմաբազաներ արաբական երկրներում, Բախրենում, իրենց նավատորային բազայում պայթեցրել են արդեն Իրանի ռազմական ուժերը, նավատորական բազան իրենք պայթեցրել են ու շարունակում են այս պայթումները, իրենք հարձակումները կատարել բոլոր իրենց դաշնակցական երկրների վրա, որոնք պաշտպանում են Ամերիկային ու ունեն ռազմաբազաներ այնտեղից հարձակվում են Իրանի իսլամական պետության վրա։ Ես հիմա ճիշտն ասած տեսնում եմ ինչ է կատարվում օդանավակայանում, որ բոլոր թռիչքները փակել են ու փորձում էի ամանով վերադառնայի Ռուսաստան կամ ուրիշ երկիր, այնտեղից Հայաստան, Ամանի այրոպորտը նույնպես փակել են,